Գյումրի ընտրությունները ավարտվեցին, հիմա ում օգտին ավարտվեցին, նախ դա եմ ուզում։ Խաղը չի ավարտվել։ Չի ավարտվել։ Ապրիլի 16-ին տեղի ունենալու Գյումրու նոր ընտիրավական ու անդրանիկ նիստը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որևէ քաղաքական ուժի այդպես էլ չհաջողվեց ստանալ գյումրեցիների վստահության 50 եւ ավելի տոկոսի ձայնը, որը հնարավորություն կտար միանձնյա ձևավորել քաղաքային համայնքային իշխանություն եւ համայնքի ղեկավար, բնականաբար ըստ գործող ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի կարգավորումների Գյումրու ավականու անդրանիկ նիստում պետք է ընտրվի ավականու կողմից Գյումրու համայնքի նոր ղեկավար։ Դատելով այն հայտարարություններից համաձայն որի 4 քաղաքական ուժեր հայտարարել են, որ առաջադրելու են Վարդան Ղուկասյանի թեկնածությունը, բայց ես առաջիններից մեկն էի, որ արձական։ Այսինքն դա դեռ կասկածելի է։ Իհարկե, որովհետև նույնիսկ այդ 4 քաղաքական ուժերը պապայի արև երթվեն, որ առաջադրելու են եւ առաջադրելու են եւ պաշտպանելու են եւ քվեարկելու են Վարդան Ղուկասյանի օգտին, միայն այն հանգամանքը, որ գործող իշխանությունը չի հայտարարել, որ չի առաջադրելու թեկնածու, իսկ տրամադրությունները այնպիսին են, որ ամեն դեպքում այդ օրը ՔՊ-ն առաջադրելու է համայնքի ղեկավարի թեկնածու, դատելով այդ զարգացումներից, նաև հաշվի առնելով նախկինում ունեցած որոշ նախադեպեր, ես չեմ բացառում, որ մարդագողության հերթական գործընթացի մենք ականատես կլինենք, որովհետև ՔՊ-ին պակասում է 3 ձայն եւ չի բացառվում, որ ՔՊ-ի օգտին քվեարկեն այնպիսի անձինք, որոնք այսօր հանդես են գալիս մնացած այլ կուսակցությունների կամ քաղաքական ուժերի շարքում։ Հետևաբար խաղը չի ավարտվել, կապրենք տեսնենք, թե ինչպիսի ավականու նիստ տեղի կունենա եւ ով կընտրվի համայնքի ղեկավար Գյումրիում, որովհետեւ տեսեք, այսինքն եթե անգամ ձեր ասած սցենարը աշխատի, դա կբերի վերջակետի ընտրությունների փուլը փակվում է, ընտրությունները համարվում է ավարտված եւ Գյումրին անցնում է իր Երևանում այդպես բնականon կյանքի։ Երևանում այդպես եղավ, որովհետեւ գործող իշխանությունը չուներ բացարձակ մեծամասնություն, այլ ուժեր միացան իրենց, դա էլ չէր բավականացնում, հետո այլ ուժերի անդամներ ապահովեցին քվորում, մեծամասնություն ընտրեցին եւ թեման փակվեց։ Կրկնում եմ, չեմ կարող ասել, որ նույնությամբ կկրկնվի Երևանի ճակատագիրը, Գյումրին ունի իր առանձնահատկությունները, բայց տեսեք, խնդիրը հետեւյալն է, պարոն Մնացականյան, այստեղ այլ քաղաքական ուժերի դրությունը բարթանում է նրանով, որ իրենց մեջ կա խորքային անձնական հարաբերություններ։ Եթե իրենց մեջ տարաձայնություններ չլիներ, իրենք անվերապահ հայտարարվեց, որ հաղթարված է այդ տարաձայնությունը։ Չէ, բացարձակ, ճիշտ հակառակը, ընդամենը նույն 18 թվականի բանը հայտարարություններ նմանությամբ մենք կօգնենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, այստեղ էլ մենք կօգնենք, որպեսզի Վարդան Ղուկասյանը ընտրվի համայնքի ղեկավար։ Հետո մեծամասնության խնդիր կա այնտեղ։ Հետո դրանից հետո այսինքն տուժում է քաղաքը բոլոր սցենարներում։ Իհարկե, որտեղ Գյումրի կառավարումը Գյումրի կառավարումը նախ վերջի տարիներին էլ դա չէր շահում, որովհետև ձևավորված քաղաքական ներկայապանակը այդպեսին չէր, եւ երկրորդը սա նաեւ բերում է մեզ այն հանգրվանի, որ այն կառավարման մոդելը, որ ընտրվել է թիմ համակարգի նկատմամբ, չի արդարացնում իրեն։ Ի վերջո, պարոն Մնացականյան, մենք շատ ենք գերագնահատում ընդհանրապես թիմ ընտրությունները։ Վերջիվերջո մենք պետք է հասնենք այն մակարդակի, որ թիմ մարմինները, համայնքի ղեկավարը եւ համայնքի Գյումրին մի առանձնահատկություն ուներ ըստ ընդդիմության, եթե Գյումրիում հաջողությունը ժպտում է ընդդիմությանը, այդ հաջողությունը կարելի է կրկնել նաեւ Երևանում։ Չէ, դա ինքնախապեյություն է, այդ լոգիկայով Հայաստանի Հանրապետությունում երկրորդ ազդեցիկ գործիչը Կարգին Հայկոն է, որովհետև Երևանի ավականու ընտրություններում նա ստացել է երկրորդ ուրեմն ձայնը։ Այդպես անլուրջ է, պետք չի այդպես վերաբերել, թիմ ընտրությունները մեր ժողովուրդը բավականին հասուն է, իրենք շատ լավ պատկերացնում են, թե ինչ ընտրությունների են մասնակցում, իրենք շատ լավ զանազանում ու տարբերակում են տեղական մակարդակի ընտրությունները համապետական ընտրություններից, ի վերջո հաշվի առնելով մեր սահմանադրական կարգավորումները, բոլորն էլ ենթագիտակցորեն գիտակցում են, որ համապետական խորհրդարանական ընտրությունները իրենց ծավալով, բնույթով, քաղաքական նշանակությամբ եւ ազդեցությամբ բոլորովին այլ են, քան տեղական ինքնակառավարման ընտրությունները։ Հիմա տեսեք Վարդան Ղուկասյանը ըստ էության երկրորդ ուրեմն ավելի շատ ձայներ է ստացել
պատկերացրեք որքան զարմանալի է կոմունիստական կուսակցության քվոտայով է մասնակցել, բայց հիմա ինչ ասենք Հայաստանում երկրորդ ազդեցիկ ուժը կոմունիստական կուսակցությունն է, կամ Վարդան Ղուկասյանը Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդ ազդեցիկ քաղաքական գործիչն է, ընդհանրապես հնարավոր չի որևէ ձևով մեկնաբանել եւ ես խնդրեմ որ մեր ժողովրդին չխաբեն, չմոլորեցնեն այդ քաղաքական ուժերը, Գյումրի ընտրությունները կտեսնեք համայնքի ղեկավարի ընտրությունից հետո 10-15 հետո բոլորը կմոռանան եւ մենք էլի կգանք մեր կարևորագույն խնդիրներին, տա Աստված որ այս ամեն ինչը ծառայեցվի հանուն Գյումրու եւ իմ շատ սիրելի գյումրեցիների։ Այսինքն չի բացառվում նաեւ կրկնակի ընտրությունների գնալով սցենար։ Իհարկե, որովհետև այն ներկայապնակը, որը ձևավորվել է, պարոն Մնացականյան, ես որևէ սցենար չբացառելով, ես չեմ բացառում, որ իշխանությունը գնա ռեպրեսիվ մեթոդների, եթե իր ուզածը չլինի, ինչ անի, որովհետև ընդդեմ հաշվի առնելով այն իրողությունները, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցված են քրեական հետապնդումներ եւ նա հակակոռուպցիոն դատարանում մի շարք այլ գործերով ներգրաված է որպես մեղադրյալ, ընդ որում հոդվածներից մեկը նրան մեղսագրվում է առանձնապես ծանր հանցագործության կատարում, եթե չեմ սխալվում, փողերի լվացման մեղադրանք է։ Ես չեմ կարող ասել դրանք որքանով են հիմնավոր կամ անհիմն։ Իհարկե ես փաստաբան եմ եւ հարգում եմ յուրաքանչյուրի անմեղության կանխավարկածը, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունը նախորդ ժամանակահատվածում դրսևորել է որոշ ձեռագրեր, որոնք մտահոգելու տեղիք են տալիս, դրանք են Երևանը, Վանաձորը, Ալավերդին, Բյուրեղավանը եւ այլ համայնքներ, ես չեմ բացառում, որ իշխանության հաշվարկները այստեղ նաեւ նույն ձև կլինեն։ Կապրենք կտեսնենք, հնարավոր է որ իշխանությունը հաշվի առնելով հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրությունները, այստեղ չգնա ռեպրեսիվ մեթոդների, հաշվի նստի հանրային տրամադրությունների եւ փորձի աշխատել ընտրված իշխանության ներկայացուցիչների հետ, որովհետև դրան նախադեպ ով էլ կլինի։ Սյունիքում մենք ունենք համայնքապետեր, ովքեր կհիշեք ինչ բնույթի էպիտետերով էին հանդես գալիս Նիկոլ Փաշինյանի ուրեմն դեմ, հետո հասկացանք, որ շատ խելոք էլ աշխատում են։ Կապրենք կտեսնենք, թե ինչպեսին կլինի։ Սցենարները տարբեր են, այստեղ խնդիրը ուղղակի այսինքն ոչինչ չի ավարտվել, ամեն ինչ նոր է։ Այո, ես ասացի խաղը չի ավարտվել, այո, խաղը նոր է սկսվել, ուղղակի շատ լավ կլինի, որ ֆուտբոլային տերմինով լրացուցիչ ժամանակ կպահանջվի։ Այո, չի բացառվում նաև որ 11 մետրանոց հարվածներ է լինի։